Տիկին Հովսեփյան, մենք հիմա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ենք, այսօրվա խորհուրդը, հավաքը հատկապես ինչ խորհուրդ ունի եւ ինչ է մեզ սպասվում։ Այս հավաքը կարելի է ասել շարունակությունն է երեք տեղի ունեցած մեր մեծ միջոցառմանը, որ մեծ ոգևորություն է առաջացրել թե անգամ մեր թիմի համար եւ ժողովրդի համար այս ընդհանուր էներգետիկան, որ փոխանցվել է մեկս մյուսին։ Մենք գիտենք թե ինչ մթնոլորտում է տեղի ունեցել, հա, երեկվա հավաքը, երբ եկեղեցու դեմ հարձակումը նոր փուլ է մտել, նախորդել էր 12 հոգևորականների կալանավորումը եւ այլն, այսինքն սա ժողովրդի կողմից կարելի ասած պահանջված այսպես մի միջոցառում էր երեք տեղի ունեցել, իսկ այսօր խորհրդանշական է, որ գալիս ենք այստեղ մեր աջակցությունը հայտնելու մեր եկեղեցուն եւ վեհափառին անձնապես, որ իր հոտը կանգնած է այստեղ եւ պատրաստ է այսօր էլ պաշտպանել եկեղեցին իշխանությունների կողմից կատարվող հարձակումների։ Իսկ կողմից նաեւ մեկ այլ խորհրդանշական պատկերի ենք ականատես լինում, Փաշինյանը Սուրբ Աթոռում է։ Ինչպես եք մեկնաբանում սա, արդյոք զուգադիպություն է։ Եկեք արձանագրենք, որ ոչ մի բան զուգադիպություն չկարող լինել այս իշխանությունների օրոք, անգամ այս հարձակումը, որ տեղի է ունենում եկեղեցու հանդեպ, շատ մանրակրկիտ մշակված ծրագիր է, դեռևս Բագրատ Սրբազանի կալանավորումից սկսած, Միքայել Սրբազանի 12 հոգևորականների եւ հենց թիրախային, թե ում են կալանավորումը, այն մարդկանց, ովքեր որ կարող էին մոբիլիզացնել մարդկանց, շուրջ մարդիկ կարող էին համախմբվել ի պաշտպանություն եկեղեցու, այնպես որ այդ այցը, որ տեղի ունեցել Սուրբ Աթոռ, դա եւս մի օրում չի որոշվում այդ նման այցեր կազմակերպելը, շատ երկար ժամանակ է պահանջվում դիվանագիտական տեսանկյունից եւս այդ համաձայնությունները ձեռք բերել, այնպիսին քայլ առ քայլ ինքը կատարում է իր պլանը։ Այստեղ հարցն է, թե մենք ինչ ենք անում, մենք այստեղ ենք, հայ ժողովուրդը այստեղ է եւ այն, որ այն մեծ հարձակումը, որ ինքը նախատեսում էր, հանրային մեծ աջակցություն չստացավ, դա արդեն իսկ փաստ է, մենք կարող ենք արձանագրել, որ եթե հիշում եք ինչ որ էլեկտրոնային հասցե կար, որին պետք է մարդիկ դիմեին, նրանք ինչ որ ընդունելություն պետք է անեին, ըստ այդմ մարդկանց ընտրեին, ինչ որ Հարան ներխուժել է, այո, որ թե ինչ հանձնաժողով պետք է ստեղծվեր, ըստ որի մարդիկ որ չգիտեմ ինչ որ բան կրիտերիաներ էին մշակվել, մենք տեսանք, որ փաստացի այդ ծրագիրը լիովին տապալվել է, որովհետև հասարակության շրջանում աջակցություն չստացավ եւ հետեւաբար նա որոշեց թիրախային արդեն այն մարդկանց կալանավորել, այնպիսի քայլերի գնալ, որոնք որ արդեն կենտրոններով են թույլատնելու հանրության դիմադրողականությունը։